Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, ուրեմն այսօր պատրաստելու ենք, ինչպես տեսնում եք, չուչղել։ Ընկույզ ամբողջությամբ ես մաքրել պատրաստել եմ։ Հիմա կսկսենք շարել։ Շարոցը անենք եւ հետո շարունակենք։ Հիմա այսպես հերթականությամբ մոտիկ բերեմ, որ ավելի շատ հեշտ ես պատրաստում եմ, հիմա այսքանը ամբողջը կանենք, այս մեկ այսպես, ոյ Երևի այսպես բավական է, հիմա սա կապեմ, նրանք շարունակեմ և նորից կմիանամ ձեզ սիրելիներ, սա նայեք, արդեն վերջացրեցի ամբողջը, բոլորը պատրաստ է, 7 հատ է ինձ մոտ ստացվեց, հիմա այս բոլորը կկախենք և կշարունակենք, դենց սիրելիներս, հիմա ամբողջը պատրաստել եմ, մենք քաղցրաշարոցի համար պատրաստում ենք շփոթը, շփոթի համար մեզ պետք է 1 կիլոգրամ ալյուր, որը նախապես ես մաղել եմ, դրել ամանի մեջ և 1 կիլոգրամ շաքարավազ եմ օգտագործելու, նաև ընթացքում մեջը կավելացնեմ ուզի մուրաբայի օշարակի, ուզի մուրաբան ես եմ պատրաստել, նայեք ընթացքում նաև կավելացնեմ հիմա մաղացալու սկզբի համար ավելացնելու եմ 1 լիտր ջուր իսկ շաքարավազը քիչ-քիչ եմ ավելացնելու կավելացնենք, մնացածը կթողենք, օշարակի հետ կավելացնենք։ Հիմա ավելացնելու ենք 1 թեյ կտար, 1 թեյ կտար դարչին։ Դարչին ինձ մոտ էսպիսին եմ, ունեմ նաև այն մի տեսակը, բայց նախընտրեցի աղացած։ Հիմա այս բոլորը լավ խառնենք։ Պատրաստի վիճակում մեջը արդեն խոնավությունից սկսում է բնդորվել, լավը չի լինում։ 1 լիտր ջուրը այսպես կլցնենք լավ, կխառնենք, 2 լիտր ջուրը պետք է ավելացնենք։ Հիմա արդեն պատրաստ է, կտեղափոխենք։ Այսպես հիմա նայեք, սիրելիներս այստեղ էփելու ենք, ինչ ենք անում, այսպես
Մաղը հանց ենք կացնում և լցնում ամբողջը լցնենք և նորից կմիանամ ձեզ սիրելիներս ամբողջ արեցինք նայեք ամբողջը արդեն նայեք պարզ երևում են գնդիկները դրա համար մաղած ավելի լավն է և այսպես նայեք հենց այս ամանի մեջ էլ էփելու ենք հիմա նորից ջուր ենք ավելացնում նորից մի քիչ շաքարավազ հիմա նորից ջուր կավելացնենք և դնում ենք գազին հիմա վերցնում ենք այսպես նավլական վինի այսպես Մեջտ ենք լցնում մի քանի հատ և մեկ հատ քանի որ ես փոշինել էի լցրել այսպես կապում ենք ցելու ենք մեջ այսպես հիմա նայեք սիրելիներս այսպես անընդհատ խառնելու ենք տեսնում եք արդեն վրան այս տակ իրափառը սա արդեն ուզում է էփի հիմա ես կավելացնեմ այսպես շարակը և նորից անընդհատ կխառնենք հիմա ես այսպես գազի մոտ անընդհատ խառնում եմ ես մի քիչ հետո կմիանամ նորից ձեզ սիրելիներս հիմա նորից շաքարավազը ես կավելացնեմ որպես 1 կիլոգրամը լրացնեմ և նորից կսկսեմ խառնել այսպես նայեք ասեմ որ նաև ավելացնելու եմ այսպես մի կտացեք
Եկ նորից խառնենք ես։ Հիմա նայեք արդեն պատրաստել է շպիթը, նայեք։ Մի քիչ էլ թողնեմ ու արդեն անջատեմ։ Հիմա նայեք սիրելիներս, այսպես մինը բռնելու ենք։ Ես պատրաստելու ենք գույնով։ Այսքանը տարական։ Նաև դերն գույնն ենք բռնում։ Դերնը ամբողջությամբ։ Հիմա այսպես լցնելու ենք և խառնենք, նայեք։ Թողնենք այսպես այսպես արագ որպեսզի չհովանա, այսպես։ Հիմա նայեք ինչքան լավն է։ Նորից մի հատ և փայլն է տեղը, այսպես, ուզենք երկրորդ անգամ կանենք, ուզենք ոչ, այսպես սիրելիներս նայեք։ Հենց այսպես է կախելու է, տեսեք փայլը տեղը, ինչքան գեղեցիկ, պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ սիրելիներս, հենց այսպես է կախելու է, նայեք։ Երկրորդն ենք բերում։ Եվ նորից շարունակենք, այնպես եմ անում, որ երևի երկրորդ անգամվա կամ մի հատ այս կողմից, տեսնում ենք, որ կողմաս ենք մի քիչ բարակ է վերցրել, նորից, ավելի լավ է մի անգամից, քանց երկրորդ անգամ, դե կտեսնենք ոնց է լինում, տեսնում եք արդեն։ Եվ այսպես նորից այսպես երեք գույնով պետք է անենք, գույները բռնենք
Եվ գեղեցիկ է լինում և շատ համեղ սիրելիներս։ Ես ասեմ, որ ամեն տարի ես այսպես գույներով եմ անում, իսկ ավելացած շփոթով կասեմ ինչ եմ անելու, ես շարել, եմ ասում խիտ, շատ լավն ալինում որակով, հիմա կասեք պինդա շփոթը, բայց չէ, արդեն քանի ժամ եփեց, շատ լավն է, այսպես, այսպես, լցնում և նորից խաղի։ Շատ սիրուն դերին գույն ենք ստանում։ Դերին գույնը։ Նույնց մի փոքր շփոթ կավելաց Ay, այսպես հիմա նայեք սիրելիներս ես կպահեմ իրան ինչքան պետք է հիմա նայեք սիրելիներս արդեն ամբողջը վերջացրի այսպես կախել եմ չորանոցից ինչպես տեսնում եք տակը բան եմ դրել, համան եմ դրել, նայեք, այսպես գեղեցիկ սիրուն շարոցները ինձ մոտ ստացվի, փայլը տեղը, ամեն ինչը տեղը։ Հիմա նայեք սիրելիներս, որ ասի շփոթից ավելացել ակասին ինչ է պատրաստելու, նայեք։ Ջրով, թզի ջրով և ելակի ջրով ինչքան գեղեցիկ է դե ինձ սիրելիներս հիմա նայեք որ ասեցի շփոթը ավելացել է այդրտել եմ լցնում ենք և ընկույզ ենք լցնելու և չամիչ նայեք և մաքրած հարակած ֆիստուշկա ամեն ինչ և ցույց կտամ ինչ ենք անելու մի քանի հատ սրանցից շատ լավն է լինում ամեն տարի ես պատրաստելուց որ ավելանում աշփոթը միշտ պատրաստում եմ այս ռուլետներից չորանում է կտրտում եմ 2 օր էլ կտրտած 2 կողմից չորացնում հիմա բացի սրա չորանալուց և շատ լավն է լինում լցնելուց հետո այսպես ավելի մոտիկ բերեմ այսպես նայեք
շարանակը ջրոտ ենք անում, որպեսզի այսպես այսպես սեղմում ենք, որ լավ կուզե չամիջը մեկը մեկին նորից առաջ ենք քաշում այսպես դերիներս հիմա այսպես այս կողմից կանաչ գույն է, այս կողմից դեղին հացաթելու ընթացքում և որպեսզի նորից հետ չտանենք այս կողմից է լավ հիմա արդեն այսպես մնալու է սիրելիներս ջրոտ ենք անում և սիրելիներս ոչ մի դժվարը չորացնեմ և ցույց տամ հիմա սա էլ արդեն կարմիր գույնը արեցի արագ սիրելիներս նայեք հիմնական գույնը այս կողմն է կարմիրը չորանա կտրտեմ ես ցույց կտամ դե ինձ սիրելիներս ահա նայեք մեր շարոց ամբողջովին չորացել է նաև չորացել է մեր ֆոչելաները հիմա ամբողջը թելերից կգտրեմ նայեք այսպես թելերով են ես հիմա իրանց թելերը նայեք բոլորը կգտրեմ հերթականությամբ կդասավորեմ և ցույց կտամ այսպես հիմա բոլորի թելերը կտրելու եմ ամբողջը կտրտեմ նաև մեր ռուլետն է չորացել սա էլ կկտրտեմ ամբողջը միասին ցույց կտամ ահա նորից ցույց եմ տալիս նայեք ինչքան գեղեցիկ են շատ լավ չորացել է թելերից մաքրեմ դասավորեմ ու ցույց կտամ նայել նայեք այս կողմը կանաչ ամբողջ այս կողմը դեղին սա էլ ենք նույն ձևի կտրելու կեսին այսպես նորից այսպես նայեք և հիմա տեսնեք այսպես տոնածառի տեսք ենք տալու չոփիկների օգնությամբ այսպես այսպես գեղեցիկ շարելու ենք Նենց սիրելիներս հիմա նայեք արդեն բոլորը պատրաստ է կտրտեցի և
Այսպես դասավորեցի մատուցման ամանի մեջ, նայեք, ամբողջը դավ չորացած, բոլորը պատրած, իր ընդհանուր տեսքը, այս է, նայեք, և շարոցներն են գեղեցիկ, և եղևնիները, և ռուչելաները բոլորը գեղեցիկ են և շատ լավ են ստացվել, նայեք, դե ինձ սիրելիներս այսօր այսքանը, պատրաստում ենք սիրով, պատրաստում ենք համեղ, պատրաստում ենք գեղեցիկ, բոլորիդ հաջողություն եմ մաղթում և տոնական տրամադրություն, այսօր այսքանը, վերջ սիրելիներս։